խոսել եմ, բայց եւս մեկ անգամ կասեմ։ Ենթադրենք ելակի մասին է խոսքը։ Այն ելակը, որը արտադրվում է Հայաստանի Հանրապետությունում, դա այն նույն ելակն է, ինչը արտադրվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այն նույն տեխնոլոգիաներով է արտադրվել, այն նույն մեքենա սարքավորումներով է արտադրվել, այն նույն սացիլներով է արտադրվում, այն նույն մեթոդներով է արտադրվում, ինչ որ Ֆրանսիայում։ Չկա որևէ մի բան, որով տարբերվում է։ Չի օգտագործվում պեստիցիդ, էլի բանա օրգանական եղանակներով պայքարում են մյուս ուրեմն կենդանիների դեմ։ Ֆրանսիական ընկերությունը գալիս է կառուցապատումը իրականացնում է։ Ֆրանսիացի մասնագետները գալիս են, հետևում են բույսի աճին։ Սացիլը բերվում է նույն տեղից։ Ուղղակի տարբերությունը որն է։ Ենթադրենք հոլանդական X ընկերությունից ֆրանսիացի ֆերմերը եւ հայ ֆերմերը նույն սացիլը առնում են։ Հոլանդացի ֆերմերը ծախսում է $500, ներողություն, ֆրանսիացի ֆերմերը եւ տանում է այդ սացիլը հասցնում է Ֆրանսիա ու աճեցնում է ելակ։ Մերոնք ծախսում են $8,000, որպեսզի դա բերեն հասցնեն Հայաստան եւ նույն ապրանքը ստանան։ Արդեն իսկ տարբերությունը եղավ $7,500։ Հետո մի հատ էլ պետք է արտահանվի։ Նա ծախսում է, ասենք, $1,000, որպեսզի դա այդ տեղում հասցնի, մերոնք մի հատ էլ $8,000 օրինակ ծախսեն, որպեսզի գնան հասցնեն այդ շուկայում։ Կամ մի հատ էլ կա այնտեղ 8.5% կամ 14.5% մաքսատուրք։ Ասածս ինչ է, Հայաստանի Հանրապետության արտադրանքը բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Անցել են այն ժամանակները, երբ որ ասում են դե մեր ապրանքը լավը չի, ոչ միտեղ չի սպառվի եւ այլն։ Մեր միակ խնդիրը նա է, որ այո, մենք ունենք որոշակի հեռավորություն այդ շուկաներից, մեծ շուկաներից, տրանսպորտային ծախսերը իր որոշակիորեն ավելի բարձր են մեր մոտ եւ դրանք մեր ապրանքների մրցունակության վրա այդ առումով ազդում են։ Այսինքն որակական մրցունակության խնդիր մենք բացարձակապես չունենք, բայց գնային մրցունակության խնդիր ունենք օբյեկտիվորեն իմ ասած պատճառներով, որովհետեւ ասենք, չգիտեմ, Մարսելից Փարիզ մի քանի անգամ ավելի մոտիկ է եւ մի քանի անգամ ավելի արագ են հասնում, տասնապատիկ անգամ, քան ասենք օրինակ, չգիտեմ, Հրազդանից մինչեւ Փարիզ, դա շատ օբյեկտիվ է։ Այս պատճառները մենք ունենք, բայց պետք է աշխատենք բնականաբար, որպեսզի նաեւ արտադրողականության ավելացման, ծավալների մեծացման շնորհիվ մենք կարողանանք մրցունակության այդ խնդիրն լուծենք եւ դա է պատճառը, որ ես հատուկ նշեցի, որ մեր վերջին 7-8 տարում Հայաստանում արտադրողականությունը 2 անգամ ավելացել է, այսինքն դա նշանակում է, որ մենք միավոր ժամանակում, այսպես ասած, մեկ մարդը 2 անգամ ավելի շատ արտադրանք է թողարկում, որը էականորեն օրինակ լուծում է մրցունակության հետ կապված բազմաթիվ հարցեր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն արձագանքեմ, պարոն Պապայան։